Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը Սուրբ Հոգու մասին ըստ այս խոսքի նրանց երևացին բաժանված լեզուներ, ինչպես կրակից, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով, որ պատշաճում է Սուրբ Հոգու գալստյան տոնին։ Այս խոսքի մասին 4 բան պետք է ասել։ Նախ, թե ինչպես է մարդը լցված Հոգով, երկրորդ, թե ինչպես է լցվում Սուրբ Հոգով, երրորդ, թե ինչպես առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով, չորրորդ, թե ինչպես է Սուրբ Հոգին կնքում։ Առաջինի մասին պետք է ասել, որ մարդը ճանաչվում է, արդյոք լցված է Սուրբ Հոգով, թե ոչ։ Վարդապետներն ասում են, թե 5 նշան կա, որոնցով ճանաչում են, որ մարդը լցված է Սուրբ Հոգով։ Ինչպես մարմնավոր բաների մեջ 5 կերպով ճանաչվում է, որևէ անոթ լի է, թե դատարկ։ Առաջին նշանը, երբ լի անոթի մեջ որևէ բան լցնես, այն այլևս նոր բան չի ընդունի։ Նույնպես այս նշանով ճանաչվում է, թե ով լցված է Հոգով, և մարմնավոր որևէ ցանկություն չի բնակվում նրա սրտում և Աստծուց բացի ամեն բան խոտան է համարում։ Իսկ եթե մարդը սրտում շատ ագահություն ունի, նշան է, թե նա դատարկ է Սուրբ Հոգուց։ Երկրորդ նշանը, երբ անոթին խփես, եթե լի է, ձայն չի տա, իսկ եթե դատարկ է, ձայն կտա։ Այսպես, եթե որևէ մեկին հարվածեն և չարչարեն Քրիստոսի համար, և նա չտրտնջա, այլ համբերի, նշան է, թե լցված է Սուրբ Հոգով։ Իսկ երբ տրտնջա և դժգոհ լինի, նշան է, թե դատարկ է Սուրբ Հոգուց։ Երրորդ նշանը, եթե լի է, երբ շրջես, կհոսի։ Այդպես էլ, երբ մարդու միջից հոսում են Սուրբ Հոգու շնորհները, երբ բերանից օգտակար խոսք դուրս գա, և սրտից բարի խորհուրդ և աչքերից բարի հայացք, այս ամենը նշան է, թե լցված է Սուրբ Հոգով։ Իսկ երբ պիղծ խոսք է դուրս գալիս բերանից և չար բան է խորհում, այն նշան է, թե դատարկ է Սուրբ Հոգուց և լցված է պիղծ հոգով։ Չորրորդ նշանը, երբ անոթը լի է, չի շարժվում, այլ հաստատ մնում է, իսկ երբ դատարկ է, շուռ է գալիս։ Այսպես, ով հաստատ է Աստծո սիրո մեջ և չի շարժվում նեղություններից ու չարչարանքներից, հայտնի է, թե լցված է Սուրբ Հոգով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ով մեզ կբաժանի Քրիստոսի սիրուց, նեղությունը, թե անձկությունը, թե վիշտը»։ Իսկ ով շուտ է խախտվում փորձություններից, դրանից երևում է, որ Սուրբ Հոգին չունի։ Հինգերորդ նշանը, երբ անոթը լի է, ծովի հատակն է իջնում, իսկ դատարկը ջրի երեսին է լողում։ Այսպես, ով լցված է Սուրբ Հոգով, խոնարհությամբ զիջում է, իսկ ով դատարկ է Սուրբ Հոգու շնորհներից, ջրի երեսին է լողում, այսինքն շրջում է փառասիրությամբ և հպարտությամբ։ Սա առաջինը։ Երկրորդը, պատասխանենք այն հարցին, թե ինչպես են լցվում Սուրբ Հոգով։ Ասենք, օրինակ, կարասը բարի բաներով լցնելու համար 4 բան է պետք։ Նախ, պետք է, որ դատարկ լինի այն գարշելի բաներից, որոնք նրա մեջ կային։ Երկրորդ, պետք է այն լվանալ։ Երրորդ, պետք է, որ կոտրված չլինի, իսկ եթե կոտրված է, ամուր կապվի։ Չորրորդ, պետք է, որ բերանը դեպի վեր կանգնեցվի։ Նույնպես, ով լցված է գարշելի մեղքերով և կամենում է իրեն լցնել Սուրբ Հոգով, նախ պետք է խոստովանությամբ դատարկի իր սիրտը գարշելի մեղքերից։ Ինչպես մի փիլիսոփա ասաց Ալեքսանդր թագավորին, թե Աստված պատրաստ է հեղելու իմաստությունը քո վրա, քանի որ չի խնայում, բայց դու պատրաստ չես, քանի որ սիրտդ լցված է հպարտությամբ և աշխարհի փառասիրությամբ։ Դատարկիր սիրտդ աշխարհի բոլոր հոգսերից, ապա կլցվես աստվածային իմաստությամբ։
Ինչպես օձը, երբ ջուր է խմում, նախ թափում է իր թույնը և ապա խմում, նույնպես և մենք պետք է նախ թափենք մեր սրտերից նախանձը, ցանկությունը և ամեն մեղք և ապա ընդունենք Սուրբ Հոգին։ Երկրորդ, պետք է, որ լվանա իր սիրտը արցունքներով, աղոթքներով և պահքով։ Երրորդ, պետք է, որ սիրտը ամբողջ լինի, այսինքն մեղքի կամք չունենա, քանի որ ով գործով հեռացել է մեղքերից, բայց կամքով համաձայնում է, նման է կոտրված անոթի, որ չի պահում Սուրբ Հոգու շնորհները։ Դարձյալ պետք է ամբողջ լինի, այսինքն կուսությամբ և ողջախոհությամբ անարատ պահի իրեն, և պետք է, որ հինգ զգայությունները կապի Աստծու երկյուղով, նաև փայտյա անոթ են պատրաստում կարասի պես, տակառ, տախտակները միմյանց կցված և օղակներով ամրացրած, որպեսզի այն, ինչ ներսը լցնում են, պահի։ Այսպես էլ մեր սրտերը պիտի ամրացնենք 10 գոտիով, այսինքն 10 պատվիրանների պահպանությամբ, որպեսզի լցվենք ուրախարար գինով, Սուրբ Հոգով։ Չորրորդ, պետք է, որ մեր սրտերը ուղիղ հաստատենք, բերանը դեպի վեր, այսինքն մեր սրտերի փափագը դեպի Աստված դարձնենք, քանի որ եթե բերանը դեպի վար լինի, այսինքն սիրի այս աշխարհի հեշտությունը, այն ժամանակ Սուրբ Հոգով չի լցվի, այլ պիղծ հոգով։ Սա երկրորդը։ Երրորդ հարցը. ինչպես առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով։ Վարդապետներն ասում են, թե առաքյալները 6 կերպով հաստատեցին իրենց Սուրբ Հոգու համար. նախ պատվիրանապահությամբ, երկրորդ սիրով կապված էին միմյանց հետ, ինչպես ասվում է Գործք առաքելոցում, աշակերտները միասին էին։ Աշակերտներն ասելով ցույց է տալիս նրանց հնազանդությունը, իսկ միասին ասելով ցույց է տալիս այն սերը, որ միմյանց հանդեպ ունեին, քանի որ բոլորն էլ միակամ և միախորհուրդ էին։ Երրորդ, իրենց պատրաստեցին խոնարհությամբ, ինչպես ասում է Ղուկասը. նստեք Երուսաղեմում մինչև վերևից զորություն կհագնեք։ Նստելը խոնարհություն է նշանակում, և Սուրբ Հոգին սիրում է խոնարհներին, ինչպես ասում է Եսային. ես ում վրա պիտի հանգչեմ, եթե ոչ հեզերի և խոնարհների վրա, և նրանց վրա, որոնք դողում են իմ խոսքերից։ Չորրորդ, իրենց պատրաստեցին, որովհետև սպասում էին հանդարտ տեղում, այսինքն վերնատանը, ոչ թե փողոցներում և աղմուկի մեջ, քանի որ Սուրբ Հոգին չի սիրում աղմուկ և բազմություն։ Հինգերորդ, համբարձման օրվանից մինչև հոգեգալուստ Պենտեկոստեն պահքի և աղոթքի մեջ էին, ինչպես ասվում է Գործք առաքելոցում. սրանք բոլորը հարատևում էին աղոթքի մեջ կանանց, Հիսուսի մոր Մարիամի և նրա եղբայրների հետ։ Վեցերորդ, իրենց պատրաստեցին հանդարտությամբ և խաղաղությամբ, քանի որ Երուսաղեմում էին, որ թարգմանվում է խաղաղություն։ Արդ, եթե մենք այս ամենով մեզ պատրաստենք, ինչպես նրանք, կընդունենք Սուրբ Հոգին։ Եվ պետք է իմանալ, որ առաքյալները 3 անգամ ընդունեցին Սուրբ Հոգին։ Առաջին անգամ ընդունեցին հրաշքներ գործելու համար, երբ նրանց ուղարկեց քարոզելու, և նրանց իշխանություն տվեց բժշկելու ամեն հիվանդություն, և սքանչելիքները Սուրբ Հոգու զորությամբ էին լինում։ Երկրորդ անգամ ընդունեցին Սուրբ Հոգին մեղքերը թողնելու համար խարությունից հետո, երբ փչեց նրանց վրա և ասաց. «Առեք Սուրբ Հոգին, ում որ թողություն տաք, թողյալ կլինի, և ում կապեք, կապված կլինի»։ Երրորդ անգամ ընդունեցին Սուրբ Հոգին, որպեսզի մարդկանց սրտերը հաստատեն և հրեղեն դարձնեն, ինչպես այսօր։ Դրա համար ասում է. «Նրանց երևացին բաժանված լեզուներ, ինչպես կրակից, և նստեց նրանց վրա, և լցվեցին Սուրբ Հոգով»։ Չորրորդ հարցը, թե ինչպես է Սուրբ Հոգին կնքում։ Պետք է ասել, որ
Սուրբ Հոգին տրվեց հավատացյալներին որպես կնիկ, որպես գրավական և որպես օծություն։ Առաջին երկուսի մասին Պողոս առաքյալն ասում է Եփեսացիներին. «Կնքվեցիք Սուրբ Հոգով մեր ժառանգության հավատքի համար»։ Նախ պետք է իմանալ, որ այս իմացական կնիքը, որ Սուրբ Հոգին է, երկու բան է կատարում։ Առաջինը զատում է Աստծո որդիներին սատանայի որդիներից, որովհետև ով կնքված է Սուրբ Հոգով, Աստծո որդիներից է և Քրիստոսի իմանալի հոտից, իսկ ով այս կնիքով կնքված չէ, սատանայի հետևորդ է, ինչպես ասում է Պողոսը, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Երկրորդը, Սուրբ Հոգին խաղաղություն է շնորհում հավատացյալներին, ինչպես վաճառականը, որ բեռը բարձած գնում է և ունի թագավորի կնիքը, խաղաղությամբ անցնում է իր ճանապարհը։ Այսպես, ով ունի Սուրբ Հոգին, խաղաղությամբ գնում է դեպի երկնքի արքայությունը, իսկ ով չունի Սուրբ Հոգու կնիքը, չի ազատվի սատանայի և դևերի ձեռքից։ Երկրորդը, պետք է իմանալ, որ Սուրբ Հոգին երկնքի արքայության գրավականն է, որովհետև երբ գրավականը պատվական է լինում, գրավ տվողը չի տրտմում, որովհետև գիտի, որ իր ոսկին չի կորչի, քանի որ գրավականի պատվականությունը պարտավորեցնում է տիրոջը, որ հետո վերադարձնի իր գրավը։ Այսպես էլ հոգևոր մարդը, երբ ճշմարիտ հավատով և սուրբ սրտով բարի գործեր է անում, Աստված նրան պարտական է լինում, որովհետև ինքն իր կամքով խոստացել է մեզ երկնքի արքայությունը։ Բայց որպեսզի մենք անհոգ չլինենք, մեզ գրավ տվեց Սուրբ Հոգին, որպեսզի եթե այս գրավը պահենք, երկնքի արքայությունը կժառանգենք։ Եվ շատ պատվական է Սուրբ Հոգին, որովհետև Աստծո Հոգին է և Քրիստոսի Հոգին, ինչպես ամեն մարդու հոգին իրենն է և պատվական, այնպես էլ Սուրբ Հոգին Աստծունն է և պատվական, դրա համար էլ կամենում է մեզ տալ խոստացված երկնքի արքայությունը։ Իսկ ով կորցնում է այս գրավականը, կորցնում է երկնքի արքայությունը, ուրեմն հայտնի է, որ Սուրբ Հոգին տրվեց հավատացյալներին որպես կնիկ և որպես գրավական։ Երրորդ, Հոգին տրվեց որպես օծություն, ինչպես Հովհաննեսն ասում է ընդհանրական նամակում. «Եվ դուք օծություն ունեք Սուրբ Հոգուց, և օծությունը ձեզ սովորեցնում է ամեն բան»։ Եվ պետք է իմանալ, որ 4 նշան կա, որով երևում է, թե ով օծված է Սուրբ Հոգով, ինչպես 4 նշանով է երևում, թե որևէ բան յուղով է օծված։ Առաջին նշանը, երբ փայտը ձիթայուղով կամ յուղով օծված է լինում, կրակից շուտ է այրվում։ Այսպես էլ ով օծված է Սուրբ Հոգով, ջերմեռանդ սիրով կատարում է Աստծու պատվիրանները։ Երկրորդ նշանն այն է, որ ով օծված է յուղով, երբ հակառակորդը փորձում է նրան ձեռքով բռնել, սահում է, ինչպես ըմբիշտներն են օծում իրենց։ Այսպես էլ ով չի բռնվում սատանայի ձեռքից և չի հաղթվում փորձություններից, նշան է, որ օծված է Սուրբ Հոգով։ Երրորդ նշանն այն է, որ օծված բանը ավելի լուսավոր է լինում, որովհետև այն, ինչ օծված չէ յուղով, մութ է, ինչպես մագաղաթը, երբ օծես, լույս է տալիս։ Այսպես էլ, երբ մեկը օծված է Սուրբ Հոգով, լուսավորվում է նրա միտքը և կարողանում է ճանաչել բարին ու չարը։ Չորրորդ նշանը, եթե սայլի սռնին օծված է, թեկուզ ծանր բեռ բարձած լինի, ձայն չի հանում, այլ հանդարտությամբ ընթանում է, իսկ երբ օծված չէ, խիստ ճռնչում է։ Այսպես էլ, ով օծված է Սուրբ Հոգով, ամեն ծանր բեռ, այսինքն աղքատությունն ու նեղությունը, գոհությամբ է տանում առանց տրտնջալու։ Իսկ երբ մեկը չի կատարում Աստծու հրամանները, ընկնում է սատանայի փորձությունների մեջ և կույր միտք ունի, որ բարին
չար է տեսնում, իսկ չարը բարի։ Եվ երբ իր վրա եկած նեղությունները բռնությամբ և տրտնջալով է կրում, նշան է, որ օծված չէ Սուրբ Հոգով։ Բայց ինքը Սուրբ Հոգին Աստված թող արժանի անի մեզ իր օծման ողորմությանը, շնորհներին և պարգևներին և նրան փառք հավիտյանս հավիտենից ամեն։